2011 թվականի դեկտեմբերի 6-ին զորակոչել են, 6-ին, նախքան այդ երկարատև կամիսի անցավ, Երևան ուղարկեցին հանրապետական հիվանդանոց, Նոերեբունիում հետաքննեցին, այդ ընթացքում, որ ես մոտենում էի պարզեինք ինչա, մեզ տարբեր պատճառներ էին բերում, սկզբից ասեցին սիրտն է, ես հենց այդ հիմնավոր էր արդեն, որտեղ երեխան հենց փոքրուց սրտից բողոքել էր ու շնչարգելություն ուներ, հետո այդ կոծկեցին, չգիտեմ ինչի, ես մտածեցի հենց այդ արդեն կբացահայտեն ու երեխուն մոտտեղ կընկնի, գոնե, եթե չի ազատվի, մոտտեղ կընկնի, որ հենց իրենք իրավունք չունեն, ես գիտեմ, անպայման, հա, սրտի անբավարարություն ուներ, ու շնչարգելություն ուներ, իրենք հենց այնտեղ Էրեբունիում, չէ, հանրապետական հիվանդանոցում ներողություն, ճնշումը չափեցին, շատ բարձր զարմացան, այդքանից հետո զորակոչեցին, գրված է ոչ շարային, իրեն լավ էլ ճնշել են, լավ էլ մասնակցել է այդ ամբողջ այդ մի խոսքով, մի ամիս ուշ զորակոչեցին Շատ գոհ էր երեխան, երեխայի հետ խոսում էինք, շատ լավ պրիսյակ գնացինք, շատ գոհ էր երեխան, հիմի պես պատճառաբան մա քնիչը զանգե, պատճառաբան մա երեխան շատ դժգոհել է, բայց այդ երեխան իմ հետ է խոսացել, ինչ անհիմն պատճառն է, բռնում թե դժգոհել է, չի դժգոհի։ Մենակ ասել է մի քիչ նեղություն եմ տալի ու խոսքը ցել։ Հա, ու փոխել է խոսքը։ Ասում եմ, հա, դե մտածեցի բոլոր զինվորներն բնական է, տան նման չի լինի։ Ամսի 20-ին մեզ զանգեցին, Արադիվային կամած զանգեցին, տեղեկացրին, ես ճիշտն ասած ստույգ չգիտեմ ամուսնուս են ասել, ինձ չեն ասել։ Ինչ ասեցին Արթուր։ Ինչ են ասել։ Երեխան Յանին ինքը իրան կախել է, բայց Տես նույն ձևով էլ փաստարկը գնացել է արդեն ինտերնետով, որ ինքը իրան է կախել։ Մենք գնացինք Ղարաբաղ, մենք այն հույսով ենք գնում, որ արդեն երեխան չկա, մենք գնում ենք երեխուցս գնում ենք երեխուն բերելու ու գնացինք Փառք Աստծո Վահե բժիշկ այնտեղ Վահեն շատ առաջ օգնություններ ցույց տվել, շատ շնորհակալ եմ։ Երեխուն փրկել էր։ Ու երեխուն բերել են Ստեփանակերտի վերակենդանացման բաժանում, երեխան ուշքի չի եկել այդտեղ։ Երեխուն մենք արդեն սկսեց ինքնուրույն շնչել, արհեստական շնչառությունն անջատեցին, ինքնուրույն շնչեց, արդեն հույս կար ճանապարհը, որ կանցնի ինքը։ Մենք տեղյակ չենք, նույն նորն ա եղել դեպքը, ինչ իմանամ, էդ էլ հաստատ չեմ կարող ասեմ։ Գնացինք, երեխուն բերեցինք Երևան։ Բժիշկը ասեց, նո երեխան ինքնասպան է, ինքը իրան փորձել է կյանքին վերջ տա։ Իմիջիալոց ասեմ, դեպքը ցերեկն ա եղել, եթե էդ էլ ես հիմնավոր փաստակ է, եթե երեխան ուզենար իր կյանքին վերջ տալ, այդ երբ կաներ, գիշերը, չէ՞, որ չհայտնաբերեին։ Եթե երեխան ուզեցել է իր կյանքին վերջ տա, ցերեկն ինչի պետք է աներ էդի։ Ճաշարանում։ Ճաշարանից ինչ որ շինություն ա եղել, այդտեղ։ Լավ, մենք 2 օր, 3 օր այդ վերակենդանացման դեմը մի խոսքով մտածում ենք երեխան ողջ չի մնա կամ կարթնանա, դու գիտեք կոմայից ինչ ձև են արթնանում կամ արթնանում են անգիտակից, մի խոսքով Փառք Աստծո ստված կար, որ փրկեց երեխան։ Հա։ Արթնացավ ու արթնանալու հետ անմիջապես 3 օր հետո արթնացել է։ Ու ես դրա համար եմ ցենց կատաղած, որ ինչի պիտի, չէ, ասեցին որ տեղափոխում են, բայց ես տեղյակ չեմ թե ինչ մասնաշենք է, ինչ տեղ է, դու նոր կոմայից դուրս եկած երեխուն, որ ունի խնամքի կարիք, որ ունի նու պիտի ուտի այդ երեխան, պիտի թույլ երեխա, թույլ կոմայից դուրս եկած մարդը ոնց պիտի լինի։ Հյուծված, թույլ երեխան, որ ի վիճակի չի ինքը գնա իր հացը ուտելու, տեղափոխում ես հոգեբուժարան։ Այդ երեխունով խնամի, հա? Թե երևի ուզում են արդեն կոծկեին, գժի բանով, ասեմ իմ երեխան ընդհանրապես հոգեկան խնդիրներ չի ունեցել, դա հաստատ արձանագրում, չի ունեցել, ու շատ վկաներ կարան բերեմ։ Իմ երեխան աշխատել է մեծ կոլեկտիվում, գիտի անուննել, ինչ ձև է իրան դրսևորել, ընդհանրապես խնդիր չի ունեցել։ Բացարձակ ինչ չեն տեղեկացնում, բացարձակ ինչ չեն ասում, ասենք նու երեխան վնասվածք ունի գլխի վրա, թևի վրա, ինձ թվում է իրանք պարտավոր էին այդ զգուշացնեին ինձ։ Հետո տանան ընդեղ։ Մեզ ասեցին տանում են իրանց մեքենայով ընդեղ։ Մենք էլ մեքենայի հետևից գնում ենք, գնում եմ չեն թողում ներս մտնես, իմանաս քո երեխու վիճակը։ Ինձ այդ կապեպեի ինձ ասում են դու իրավունք չունես դու մտնելու կարանտինա։ Ես բացատրում եմ դեպք, ասում եմ իմ երեխուն նոր SSS վիճակով բերել են։ Չէ, դու իրավունք չունես, ես հրաման չունեմ։ Այդ ո՞նց ես իրավունք չունեմ։ Ես երեխա եմ պահել 19 տարի, ես իրավունք չունեմ։ Այս 3 ամիսը իրանք ինձանից առավել իրավունք ունեն։
Դե մի կերպ սենց ես ասեցի ծանոթ մանոթով հազիվ մի կերպ իրանց հրամայեցին, որ ինձ ներս թողեն ու հաջորդ օրը գալիս եմ էլի նույն վիճակը։ Դե երեխան թույլ պարկած, երեխան որ կոմայից դուրս է եկել, անգամ վիզը չի կարում իր պարանոցի վրա պահի։ Մի քիչ հիշողությունը տատանվում ան ու շատ խնդիրներ ունի գլխի հետ էլ կապված։ Ասենք մեկ ժամանակը տեղափոխվում է, որ բանակ չի գնացել, մեկ գալիս է այսքան դες տատանվում է հիշողությունը, չի ստույգ չի կենտրոնանում։ Ես հենց այդտեղ տեսա այդ հոգեբուժարանում, ցած գրկեցի, գլուխը ուղղակի մեզ շոյի, որ գլուխս չկպա ինքան ողջուց մեծ, դե հնարավոր չէր չնկատել։ Մեծ այս ծոծրակից վեր է, այդ ոսկորը ցած երկու տեղից ուռած։ Այս ձեռքից դաստակի վրա էր կապտուկը։ Հա։ Ասում եմ ինչից հիվանդացար, ասում եմ ուշքս գնաց, մամուշքս գնաց, ինձ բերեցին ստե, բայց ինձ ստեղ ասեցին դու քեզ կախել ես, ինձ ստեղ ասեցին, ասում եմ դու քեզ կախել ես, հետո ստուգում են տեսնում որ մի շատ խնդիրներ կա, ինչ խնդիրներ ունի, ստամոքսն է վնասված, գլուխքերն է վնասված, գլուխը գլխի վրա մեջ ջուր կա հավաքված, Ինչ թվում է, մեր ընդունակ չի, որ երեխան ուշքա թափել է, հետո այդ գլխի Adens moment կաղագայրանց վրեն, մանին կաղին որ իրանց վրից չեն։ Շատ էլ չենք ուզում, երեխան խոսցնենք, որ երեխան չգնի։ Մտածելով, որտեղ Մենք ինա ոչ իման չենք արծա։ ասում եք երեխան ժիպիտո ուրախ ամիշ լավ։ Իրան պատկերացը այս հիվանդանոցից ես հիվանդացել եմ ասում եմ։ Ինքը, ասում եմ ես հիվանդացել եմ, ուշքս գնացել է։ Դե ինքը դրանից առաջ մի շաբաթ հոսպիտալ է պարկել, նախքան այս դեպքը, հոսպիտալից դուրս է եկել, դուրս է գրվել, այդ շաբաթվա ընթացքում է եղել այդ դեպքը։ Մի շաբաթ ինձ չզանգեց ու փաստորեն արդեն երևի այնտեղ խնդիրներ են առաջացել եւ այն որ ինձ չի զանգել ու անդադ այնտեղ բողոքել է բանին այդ ժշկին որ սիրտս լավ չի, շունչս կտրվում է, սիրտս լավ չի։ Բա դուք ինչի համար եք, եթե բողոքում է զինվորը, բա ես երեխա եմ տվել ձեզ։ Բողոքում է, բա մի հատ իմացի ինչի՞ց է սիրտը լավ չի։ Ինչի պատճառ հետևանքը չգտնես, որ գանք այսօրին հասնենք։ Մենք որպես ծնող պետք է տեղեկացվենք, չէ՞, գոնե առնվազն ուշադրության արժանի ենք։ Երկու մելանս տեղ։ Նույնիսկ բան ախորը դրած ինքը չէր կարող հասնել դրան։ Ես այսօր մենակ իմ անունից չեմ խոսում։ Ես խոսում եմ շատ ծնողների անունից, որոնց երեխեքը շատ հավանական է։ Թող հերու տանի ասած, կարող են հայտնվել ես իրավիճակում, թող կանխվի։ Ես բանակը այնքան շատ եմ պաշտպանել ու գնահատել բանակը, որ չգիտեմ, ոչ մի ծնող երևակայի չի ուզեցել իմ նման ուղարկի բանակ երեխա։ Իմ միակ տղան է։ Ու ես ինչքան եմ բան արել, որ ասեց սրտի պրոբլեմից հետևողական չեղա, որ կարող էի հետևողական լինեի ու ազատեի, չէ՞ մյուս ծնողների նման։ Ասի չէ, տղայա, թող գնա ծառայի, բա ես չթողեմ, մյուսը չթողի, ով պետք է ծառայի։ Բա էս տաս իմ ձեռը։